Կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը։ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։ Փաստաթղթով նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանին հանձնարարվում է կազմակերպել կանոնադրության ստորագրումը։ Պատերազմում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց ակցիա են կազմակերպել հանդիպում պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք հորդորում են բանակցել եւ հասնել Արցախում մնացած իրենց որդիների աճյունների վերադարձին։ Ծնողները նամակ են ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնևի գրասենյակ, եւս մեկ նամակ էլ փոխանցելու են Ֆրանսիայի դեսպանատուն։ Հայտարարում են Արցախի հանձնումը տեղի է ունեցել Մակրոնի եւ ԵՄ-ի քավորությամբ։ Կառավարությունը փոփոխում է Հայաստանում գործող միջազգային օդանավակայանների կոնցեսիոն պայմանագիրը եւ կրճատում որոշ իրավասություններ։ Ըստ նոր փոփոխությունների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2067 թվականի վերջ։ Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել 425 միլիոն դոլարի կապիտալ ներդրում մինչեւ 2033 թվականը։ Պայմանագրով նաև վերացվել են Կապանի-Սյունիք օդանավակայանի հետ կապված կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները։ Այսպիսով, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Սյունիք օդանավակայանը միջազգային դարձնելու իրավական հիմք է ստեղծվում։ Հայաստան հեղուկ գազ է ներկրում 187 տնտեսվարող, հետևաբար հակամրցակցային իրավիճակ կամ գերիշխող դիրք որևէ մեկը չի կարող ունենալ, հայտարարում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Վստահեցնում է, որևէ մեկի մասնաբաժինը շուկայում 10%-ը չի գերազանցում, ինչը ստեղծված առաջարկ-պահանջարկի արդյունք է համարում։ Գեղամ Գևորգյանը նաև նշել է, որ եղանակով պայմանավորված մեքենաները կանգնում են սահմանին եւ գինը բարձրանում է, երբ Հայաստան հասնեն հեղուկ գազի գինը կիջնի։ Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալված անձը կալանավորվել է, հայտնում է քննչական կոմիտեն։ Զինծառայողի դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է հունվարի 14-ի առավոտյան։ Մահվան դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ ՊԵԿ նախկին նախագահ տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ հատուկ վերանայման բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան։ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա, մնացել է միայն մեկ խնդիր՝ շվեյցարական Դավոսում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Ամերիկացի պաշտոնյան չի հստակեցրել, թե ինչ խնդիր է դա, ենթադրվում է, որ խոսքը տարածքների մասին է, մասնավորապես Դոնբասի, որի շուրջ 70%-ը ներկայում Ռուսաստանի վերահսկողության տակ է։ Ուիթքոֆն այսօր Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Մոսկվա է մեկնելու Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։